Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 7 Եվ մեծ բազմություն հետևեց նրան, և նա բոլորին բժշկեց, Մատթեոս ավետարան 12:15 Որքան նողկալի ու գարշելի հիվանդություն էր իր աչքերով տեսել Հիսուս Քրիստոսը, բայց դա նրա մոտ զզվանք չի առաջացրել, և նա համբերատար բժշկել է յուրաքանչյուր հիվանդի։ Ինչ բազմազան այլանդակ մարմնական վերքեր են նրան վիճակվել տեսնել, որքան վանող խոցեր ու թարախ արտահայտող վերքեր։ Եվ ամեն պարագայում նա անփոփոխ պատրաստակամություն էր ցուցաբերում բժշկելու ցանկացած սարսափելի հիվանդություն, ինչ տեսքով էլ որ նա արտահայտվեր, դրա հանդեպ համոզիչ ու բազմակողմանի հաղթանակ տանելով։ Որտեղից էր սուրան հրե նետերը, նա հանդարտեցնում էր դրանց կրակը։ Ջերմությունն ու դողը մրսածության ժամանակ, անշարժությունը կաթվածի ժամանակ, մոլեգնությունը կատաղության ժամանակ, այլանդակությունը բորոտության ժամանակ, խավարը կուրության ժամանակ, այս բոլոր հատկություններն ու նշաններն անհետանում էին նրա զորավոր ուժի ազդեցությամբ։ Յուրաքանչյուր առանձին դեպքում նա բժշկում էր հիվանդությունն ու ազատելով կապվածներին ստանում էր նրանց համակրանքը։ Ամենուր, որտեղ էլ նա լիներ, նա գալիս էր ու տեսնում էր ու հաղթում։ Դա կատարվում է նաև այս առավոտ։ Ինչպիսին էլ որ լինի իմ վիճակը, սիրելի բժիշկը կարող է ինձ բժշկել նաև ինձ։ Ինչպիսին էլ որ լինի նրանց վիճակը, ում համար ես աղոթում եմ այս առավոտ, ես ապավինում եմ Հիսուսին, որ նա բժշկի նրանց մեղքերից։ Զավակս, ընկերս, սիրելիս, քույրս, եղբայրս, երբ ես մտածում եմ իմ Տիրոջ բժշկարար զորության մասին, իմ հույսն այն է, որ ձեզանից յուրաքանչյուրին նա բժշկի։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա որքան էլ համառ լինի իմ պայքարը մեղքի ու աղետի դեմ, ես լի եմ այն նույն հույսով։ Նա ով գնում է հիվանդների մոտ, դեռ ցույց է տալիս իր ողորմությունը, դեռ գործում է հրաշքներ մարդկանց որդիների մեջ։ Նրա մոտ էլ կգնամ ես, վճռականությամբ լցված։ Ես կփառաբանեմ նրան այս առավոտ հիշելով, թե ինչպես նա հոգևոր բժշկություն գործեց, իր վրա վերցնելով մեր մեղքերը։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Երկնային եկեղեցին լի է մարդկանցով, որոնց բժշկել է սիրելի բժիշկը Հիսուսը։ Երկնային արքայությունում բնակվողները վկայում են, որ բժշկություն են ստացել նրա միջոցով։ Արի սիրելի ընկեր, եւ վկայիր այդ մասին անձամբ, եւ թող դա լինի Տիրոջ անվան համար, իբրև հավիտենական նշան, որ չի ջնջվի։